Ողջույն, սիրելի բարեկամ։ Մարիամն այցելում է Եղիսաբեթին։ Դրանից հետո Մարիամը գնաց իր ազգականուհուն Եղիսաբեթին այցելության։ Նա գնաց Զաքարիայի տուն և ողջունեց Եղիսաբեթին։ Երբ Եղիսաբեթը լսեց նրա ողջույնը, երեխան որովայնում շարժվեց։ Այդ ժամանակ նա բարձրաձայն գոչեց. «Օրհնյալ ես դու, Մարիամ, և օրհնյալ է այն երեխան, որ ինձ ծնելու ես։ Այո, դու ես մայրը նրա, ով պիտի փրկի ողջ Իսրայելի ժողովրդին։ Քանզի քո ողջույնը լսելուն պես երեխան որովայնից մեջ շարժվեց, ցնծա, որովհետև ամեն բան պիտի իրականանա այնպես, ինչպես քեզ ասել է Աստված»։ Այդ ժամանակ Մարիամը փառաբանեց Աստծուն, հոգիս ցնծությունից փառաբանում է Տիրոջը, նրա սերը երբեք չի դադարի, նա կատարում է մարդկանց տված իր խոստումը և ուղարկում նրանց Փրկչին։ Մարիամը 3 ամիս մնաց Եղիսաբեթի մոտ, այնուհետև վերադարձավ իր տուն։